Նախ սկսենք նրանից, որ իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Ես ուզում եմ մենք արձանագրենք հետևյալը։ Ուրեմն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չի, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը եւ եկեղեցին նույնական են։ Որևէ տեղ գրված չի, որ եպիսկոպոսը եւ եկեղեցին նույնական են։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք, եթե ոչ բազմաթիվ դեպքեր, երբ օրինակ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել եւ գնացել։ Այսինքն իսկ ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ Մենք դրա արդյունքում եկեղեցին փլուզվել է, ոչ չի փլուզվել։ Էլ չեմ ասում նախկինում Հայաստանում դեպքեր եղել են, երբ որ եպիսկոպոս քրեական պատասխանատվության է ենթարկվել եւ տարիներ է անցկացրել բանտում։ Հիմա իմիջայլոց, եթե ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց ես հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա։ Քրեական օրենսգրքով առնվազն կալանավորվել է եւ երկար ժամանակ, չգիտեմ, դատավճիռ եղել է, թե չէ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ անունը կարող է հիշեմ։ Կարծեմ Ասողիկ Սրբազան Ասողիկ եպիսկոպոսը կալանավորվել է քրեական օրենսգրքով, եւ դա ինչ է տեղի ունենում։ Ինչ վերաբերվում է ձեր հարցին, որ հնարավոր է, ոչ հնարավոր չի։ Որտեղ նման բան չի կարող տեղի ունենալ։ Հիմա եթե դուք ես անկեղծ ասած դուք եք հետևում, ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին եւ ես բան չունեմ ասելու, ես գուցե շատ մեծ թերություն է, բայց ես չեմ հետևում։ Նույնիսկ միջազգային հարթակներում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի արած հայտարարություններին եւ եթե ուզում եք որևէ գործողություն համադրել որևէ այլ գործողության մեջ, ասենք այսօրվա իմ բրիֆինգը կարող է համընկնել տասնյակ իրադարձությունների հետ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում, Իսրայելում, Գազայի գոտում, Պաղեստինում, ուր ասեք, Ալժիրում, Նամիբիայում, Անգոլայում, Ավստրալիայում, նույնիսկ Անտարկտիդայում եւ Հյուսիսային Բևեռում, նույնիսկ Մեծ Բրիտանիայում եւ Նոր Զելանդիայում, նույնիսկ Սինգապուրում եւ Ճապոնիայում, նույնիսկ Նորվեգիայում եւ Շվեդիայում, բազմաթիվ իրադարձություններ, եւ դա ինչ է նշանակում։ Այն փաստը, որ դուք հարց տվեցիք հիմա այս պահին, հիմա եթե մենք հետազոտություն անենք, կհամընկնի մեծ հավանականությամբ գուցե Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կամ որևէ հոգևոր գործչի որևէ գործողության հետ։ Հիմա մենք փորձենք գտնել Ադրբեջանի որևէ падգամավորի որևէ գործողության հետ։ Ադրբեջանի կառավարության որևէ ներկայացուցչի որևէ գործողության հետ։ Եվ դրանից հետո դուք ստիպված կլինեք պարզաբանել։ Այն հարցը, որ դուք այստեղ տվեցիք, արդյոք կապ ունի, ասենք Ադրբեջանի որևէ մզկիթի հոգևոր ծառայողի արած որևէ հայտարարության հետ կամ կարող է պարզվի նամազի ժամ էր հիմա այն պահին երբ որ դուք հարցը տվեցիք աշխարհի հազարավոր մզկիթներում կամ գուցե հարյուրավոր մզկիթներում հայտարարվեց նամազի մեկնարկ եւ կարող է հնչել հարց իսկ ձեր հարցը արդյոք պատահական համընկավ նամազի մեկնարկի հետ։ Ես ոչ թե ուզում եմ ձեզ հակադարձել, ես ուղղակի ուզում եմ ցույց տալ ձեզ, որ եթե որևէ մեկը ուզենա գտնել համընկումներ ձեր հարցի, հա, էդ էլ է, չէ, բան, մեկ էլ ասում են, հա, այս փող, այս ինչ գույն է, որ ձեր հագուստը, ձեր
այն որ հիմա ձեր ցախ ականջին ականջակալ կա, իսկ կարող է Ադրբեջանից զանգել են, հուշում են, ասում են, այ հիմա կամ չգիտեմ, Ադրբեջանից չէ, Նոր Զելանդիայից կամ ինչ որ երկրի հատուկ ծառայություններ,